Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայն հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 27-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ու շագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե երեք նաև որ քննարկում էր Ուկրաինայի հարցը Զելենսկուի հետ քննարկում էր Դոնալդ Տրամպը, դրան անդրադարձանք հանգամանորեն, բայց այսօրվա արձագանքն էլ նայենք ու անցնենք մյուս հարցերին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Դոնալդ Տրամպի ընկալման մեջ կան բազմաթիվ տարրեր, որոնք համընկնում են Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Պեսկովը նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել Ուկրաինայի հարցով գործարքի պայմանների մասին։ Այսինքն Ռուսաստանը չի շտապում, որովհետև տեսնում է իրավիճակը ցանկացած որ կարող է փոխվել։ Այո, Դոնալդ Տրամպը ցանկանում է ցանկացած հնարավոր պայմաններում ճնշի որևէ մեկին, համոզի որևէ մեկին միայն գնա խաղաղության, ասի ես բերեցի խաղաղություն։ Բայց առաջին ռուսները լավ էլ հասկանում են, որ դրանից հեռու են, որովհետև երեկվա հանդիպումն էլ Վատիկանում ցույց տվեց, որ այսինքն հանգամանորեն քննարկում են հարցեր, փաստեր ու փաստարկներ բերվում, հիմնավորումներ բերվում, որ ուկրաինական պատերազմը այդքան հեշտ չի ավարտվի։ Եվ դա է պատճառը, որ ռուսները այնուամենայնիվ ինչքան էլ փորձում են ցույց տան, որ այո, իրանց համար ընդունելի է որոշ դրույթներ, բայց այդպես լավատես չեն այդ հարցի հաջողության մեջ։ Իսկ հիմա տեսնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը գրել է. ամերիկյան նավերին եւ ռազմական եւ առևտրային պետք է թույլատրվի անցնել Պանամայի եւ Սուեզի ջրանցքներով առանց վճարի։ Այս ջրանցքները չէին լինի առանց Միացյալ Նահանգների։ Ես խնդրել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անհապաղ ուսումնասիրել իրավիճակը, գրել է Տրամպը։ Իհարկե ինչ վերաբերում է Պանամայի ջրանցքին, դրա մասին հանգամանորեն խոսել ենք, ֆրանսիացիները սարքել են, իրանք էին Պանամայով ուզում անցկացնեն, հետո չշարունակեցին, ավարտեցին ամերիկյան պրոյեկտը Նիկարագուայի տարբերակներ, հետո իրանք դա գնեցին, մի խոսքով երկար պատմություն, հետո Պանամայի ջրանցքը Ամերիկան համաձայնվեց, հանձնեց որպես սեփականություն Պանամայի։ Բայց երբ որ այստեղ նենց բան ասում, ավելի լավ է դրանից խոսենք, էլի, ասում է Սուեզի ջրանցքով այս ջրանցքները չէին լինի առանց Միացյալ Նահանգների։ Ես ուզում եմ ուղղակի մտածեմ, էլի, նրանք ովքեր գրում դնում են Դոնալդ Տրամպի ձեռը։ Լավ, այս ինչ որ ասել է ամբողջ աշխարհը լսել է, չէ՞։ Մենք էլ ենք լսում, ուրիշն էլ է լսում։ Լավ, Սուեզի ջրանցքի հետ Ամերիկան ինչ կապ ունի։ Որքան հիշում եմ մեր թվարկությունից առաջ, երկրորդ հազարամյակից սկսած Սուեզի ջրանցքը գործել է։ Տարբեր ժամանակներում ինչ որ բան ավիրվել է, ինչ որ բան սարքել են։ Ռամզես II-ն էլ է եգիպտացի փարաոն դրա հետ առնչություն ունեցել եւ աշխատանքներ կատարել, լայնացնելու, խորացնելու։ Դարե առաջինը։ Այո, երբ որ Եգիպտոսում էր գրավել էին, իրանք մտածում էին ոնց անեն ջրանցքի հարցը լուծեն։ Ես ուզում եմ իմանամ, Նապոլեոնը որ գնաց Եգիպտոս, ուզեցավ այդ ջրանցքի հարցը լուծի, հետո տեսավ շատ ծախսերի հետ կապված հարցերը, արդեն Եվրոպայով գլուխը խառնվեց եւ չարեց։ Իմպերատոր Հռոմի կայսր Տրայանն է դրանով զբաղվել։ Տրամպը կարող է ասի ամերիկացիները ինչ առնչություն են ունեցել։ Սուեզի ջրանցքի ժամանակակից этаպին երբ որ գանք, էլի ֆրանսիացիներն են կազմել ու ֆրանսիացիները սարքել են։ Ճարտարապետն իրանցից, փողը իրանցից, կառույցը իրանցից։ Եվ այդ սարքելու պարագայում սկզբնական պայմանավորվել էին 53% բաժնեմասը Ֆրանսիայինն էր, 44%-ը Եգիպտոսի կառավարությանն էր, եւ մնացած տոկոսներն էլ տարբեր բաժնետերերի։ Բայց երբ որ Եգիպտոսը արդեն պարտքերի պատճառով դա դրեց, վաճառեց Բրիտանիային, եւ հետո Բրիտանիան արդյունքում իր վերահսկողությունը նաեւ հաստատեց Սուեզի ջրանցքի հետ կապված, որ մասում էին ամերիկացիները առնչվում Սուեզի կառուցելուց, շահագործելուց, ինչի ժամանակ է դա եղել, էլի, որ սենց ինքը համառորեն մի առնչություն է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները Սուեզի ջրանցքի հետ կապված, երբ որ իշխանությունը զավթեց Գամալ Աբդել Նասերը, Եգիպտոսի նախագահը
Եվ այդ ժամանակ, որպեսզի իր հեղինակությունը բարձրացնի 56 թվականին, ասեցին, որ եգիպտական ջրանցքը եգիպտացիներին պետք է ազգայնացնեն, բայց ում ապրանքն էիք ազգայնացնում։ Ֆրանսիացիների սեփականությունը եւ բրիտանացիների սեփականությունը, որ իրավունքով էիք ազգայնացնում։ Եվ այդ ժամանակ, բացի այդ, որ նաեւ Իսրայելի հետ կապված էլ խոչընդոտ էին իր կոմունիկացիոն հնարավորությունները, իրանց սեփականությանը տեր կանգնելու ժամանակ Անգլիան, Ֆրանսիան եւ Իսրայելը զորք մտցրեցին Եգիպտոս, որպեսզի ասեն եկել ենք մեր ապրանքին տեր կանգնենք։ Իսրայելը իհարկե իր ապրանքը չէր, ուղղակի ինքը կոմունիկացիոն խնդիրներ էր ունենում, եթե ազգայնացնում էին Սուեզի ջրանցքը։ Եվ այդ ժամանակ ինչ տեղի ունեցավ։ Խորհրդային միության ղեկավարը Նիկիտա Խրուշչովը զանգեց ոչ թե Ֆրանսիա, ոչ թե Իսրայել, ոչ թե Մեծ Բրիտանիա, այլ զանգեց Ամերիկայի նախագահ Դուայթ Էյզենհաուերին, բանակի գեներալ, որը եղել է անգլո-ամերիկյան զորքերի հրամանատարը Նորմանդիայում, որ իջան 44 թվականի հունիսի 6-ին, մի լեգենդար անձնավորություն, որը չգիտես ինչու մեկուսացման քաղաքականության կողմնակից էր, ինչպես Տրամպը։ Եվ Էյզենհաուերին ասեց, որ գիտես ինչ, եթե հիմա դու սրանց չկանգնացնես, սկսում է երրորդ համաշխարհային պատերազմը, ես մտնում եմ պատերազմի մեջ։ Եվ ինչ կատարեց Դուայթ Էյզենհաուերը, բանակի գեներալը, ինքը վախվորած Ռուսաստանի ղեկավարից, ուշադրություն դարձրեք զուգահեռները Տրամպի հետ, ինքը ստիպեց, որ անգլո-ամերիկյան զորքերը դուրս գան Եգիպտոսից եւ հրաժարվեն իրանց սեփականությունից։ Այ դա է արել Ամերիկան։ Ժողովուրդ ջան, եթե չգիտեք, ասենք իմացեք։ Չնայած վստահ եմ, որ շատ-շատերը դա հրաշալի գիտեն։ Այո, ինքը բավարար վախեցավ Ռուսաստանից, ոնց որ հիմա Տրամպը Ռուսաստանից է վախենում, Խորհրդային միությունից այն ժամանակ, եւ ստիպեց իր գործընկերոջը այդ ժամանակ վերահսկողությունը, նույնիսկ եթե սեփականությունը համատեղ էր, վերահսկողությունն իրականացնում էր Մեծ Բրիտանիան։ Քու դաշնակցին նեղացրեցիր, ասիր քո ապրանքից հրաժարվի Եգիպտոսի պատճառով, որովհետեւ Խորհրդային միությունից վախեցած էր Դուայթ Էյզենհաուերը, 34-րդ նախագահ։ Իհարկե այն Էյզենհաուերը, որը մեկուսացման քաղաքականություն էր տանում Ամերիկայի շատ ակտիվ ձևով, այն աշճանի, որ նույն 56 թվականին, երբ որ Խորհրդային միության տանկերը մտան Բուդապեշտ եւ ճխլեցին մարդկանց, կանանց ու երեխաներին տանկերի տակ, ինքը արդեն հայտնել էր, ուղիղ չէր զանգել, ուղղակի միշտորթավորված ասել էր, որ մենք չենք միջամտելու։ Ինչ ուզում եք արեք, դա ձեր ազդեցության գոտին է։ Բայց նույն Էյզենհաուերը իր պաշտոնավարման վերջի շրջանում երկաթյա վարագույրի եւ սառը պատերազմի ամենակատաղի ջատագովներից մեկը դարձավ, որտեղ հասկացավ, թե ոնց զիջեց Ամերիկայի դիրքերը, ոնց վախվորած ինքը զիջեց Ամերիկայի դիրքերը։ Եվ դրա համար հիմա երբ որ ես նայում եմ, որ Դոնալդ Տրամպը ասում է մենք առնչություն ունեցել ենք Սուեզի ջրանցքի հետ կապված, այդ միակ առնչությունն է եղել։ Եթե այդ առնչությունը իրավունք է վերապահում, որ դրանից հետո ասեք, որ մենք պետքա դա օգտագործենք, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, ուրեմն երևի ճիշտ է, բայց տարբեր ժամանակներ չի գործել ջրանցքը։ Բացել են, նորից փակել են, խնդիրները առաջացել։ Եվ 75 թվականից արդեն այդ ջրանցքի վերահսկողությունը անցել էր Խորհրդային միությանը, մինչև որ Եգիպտոսը Խորհրդային միությունից թեքվեց դեպի Միացյալ Նահանգներ։ Դրան էլ կանդրադառնանք, որովհետև այդ թեմայի հետ կապված էլ հարց կա։ Ուղղակի ջրանցքի հետ կապված այդքանը ես ասեցի, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք, երբ որ պատմական ինչ-որ բաներ Դոնալդ Տրամպը ցանկանում է վերանայել, լավ կլինի ինքը ուսումնասիրի եւ իմանա, որ հարցում սխալվեցին իր նախորդները եւ ինչպես իրանց սխալներն ուղղեցին։ Ժամ առաջ, եթե ինքը դա պատկերացնի եւ սխալը ժամ առաջ ուղղի, տարիներ չտևի։ Այդ ժամանակ առավելևս, որ ինքը այդ տարիները չունի, այդ ժամանակ աշխարհն էլ կշահի, Հայաստանն էլ կշահի, Ամերիկան էլ կշահի, ամենամեծ շահողը կլինի Ամերիկան։ Իսկ հիմա նայենք մի հատ լուր, որը որ չգիտես ինչի, ես ուղղակի շատ ինֆորմացիա կար, դրան չանդրադարձա երեք, բայց տեսա, որ ոնց որ ուշադրությունից դուրս մնաց, դա ճիշտ չէր, որ ուշադրությունից դուրս մնաց։ Սիրիայի նախագահ ժամանակավոր իշխանությունը, որ կա Ահմադ
Շարան հայտարարել է, որ ինքը հետաքրքրված է միանալ Աբրահամի համաձայնագրին որոշակի նախապայմաններով։ Սա մեզ հետ էլ ուղղակի առնչություն ունի, թվում է թե ինչ կապ ունի Սիրիան Իսրայելի հետ հարաբերությունը լավացնի, ոնցքանով է կախված, որովհետև այնտեղ Թուրքիայի գործոն կա, ոնց կարող է պատահի կախված չլինի, մեզ համար հետաքրքիր չլինի, եւ նաեւ Ամերիկայի գործոն կա։ Իսկ ինչ է ասում։ Էս ինչ Աբրահամի համաձայնագիր է։ Աբրահամի համաձայնագրի ամբողջ իմաստը նա էր, որ արաբական երկրների եւ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավել։ Իսկ դրա նախաձեռնողը եղել է Դոնալդ Տրամպը իր առաջի պաշտոնավարման ժամանակ։ Բավական ակտիվ ձևով ինքը աշխատում էր արաբական երկրների հետ, որպեսզի Իսրայելի հետ հարաբերությունները բարելավեր։ Էնպես չի, որ Դոնալդ Տրամպն է եղել նախաձեռնողը, որպեսզի արաբական երկրները Իսրայելի հետ նորմալ հարաբերություններ հաստատեն, բայց ինքը բավական ակտիվ նախաձեռնություն էր հանդես բերում։ Իսկ հիմա խնդիր է առաջանում, եթե իսկապես Ահմադ Աշ-Շարան սա ասում է եւ ասում է նախապայմանները նա է, որ չռմբակոծեն, չանեն, որոշակի պայմաններ է դնում, այսինքն որ Իսրայելը կատարի, բայց հարց է առաջանում։ Ակնհայտ է, որ հիմա Սիրիայում թուրքական ազդեցություն է։ Եթե թուրքական ազդեցության ժամանակ կանգնում է եւ ասում է, բայց ինչ է եղել, մենք էլ ենք պատրաստ Իսրայելի հետ հարաբերությունը բարելավել։ Ոնց են մերժելու Սիրիային, թե ինչի է գնում դրան։ Այսինքն կարող է ասեն չենք հավատում, Իսրայելից ասին, որ թերահավատենք, որ դա է, նպատակը ուրիշ է։ Մենք էլ գիտենք նպատակը ուրիշ է, բայց հասկանանք նպատակը ինչ է, որը ինչով է մեզ հետ նաեւ առնչվում։ Որովհետեւ եթե հարց է առաջանում, որ առաջի երկիրը, որի հետ Իսրայելը խաղաղության պայմանագիր է ստորագրել, դա եղել է Եգիպտոսը։ 1978 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերի հովանու ներքո իր մերձքաղաքային ռեզիդենցիայում Քեյփ Դեյվիդում ստորագրվեց երկու համաձայնագիր 78 թվականին, իսկ 79 թվականին Վաշինգտոնում արդեն խաղաղության պայմանագիրը Իսրայելի կողմից Մենահեմ Բեգինն էր վարչապետ, իսկ բանի կողմից Եգիպտոսի կողմից Անվար Սադաթը։ Եվ հիմա տեսեք, բայց այդ պարագայում նա առաջինն է եւ արաբական երկրները ըմբոստացան Եգիպտոսի դեմ։ Այս Եգիպտոսի, որի մասին հիմա խոսում ենք, այդ Եգիպտոսի դեմ ըմբոստացան, որ էս ինչ արեցի։ Եգիպտոսը դա արաբական պետությունների լիգայի անդամ էր։ Նաեւ գրասենյակը կենտրոնակայանը գտնվում էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Արաբական պետությունների լիգան ստեղծվել է 1945 թվականի մարտի 22-ին։ Այնքան էին դժգոհում, որ արդեն հանեցին Իրանասին դուրս արի, կասեցրեցին նրա անդամակցությունը արաբական պետությունների լիգայում։ Կենտրոնակայանը տեղափոխեցին Թունիս։ Տարիներ հետո եւ վերականգնեցին նա եւ նա։ Հա, բայց խնդիրը որն է, այսպիսի լուրջ դժգոհություններ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները միջնորդեց, որպեսզի Իսրայելը արաբական առաջի ու բավական ծանրակշիռ երկրի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի։ Երկրորդն էլ եղավ Հորդանանը 1994 թվականին, նորից եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի բարձր հովանու ներքո։ Այդ ժամանակ Բիլ Քլինտոնն էր, որ փաստաթուղթը ստորագրեցին եւ այդ ժամանակ Իցխակ Ռաբինն էր Իսրայելի վարչապետը, իսկ Հորդանանի թագավորը այս հիմիկվա Աբդալլա II-ի հայրն էր, Հուսեյն Իբն Տալալը։ Այսինքն սա ասում եմ նրա համար, որ եթե Եգիպտոսը կարող էր խաղաղության պայմանագիր կնքել Իսրայելի հետ, իսկ ինչու Սիրիան չի կարող։ Այն դեպքում, երբ որ բոլոր արաբա-իսրայելական պատերազմների ժամանակ Սիրիան եղել է Եգիպտոսի հետ միասին կռվել է Իսրայելի դեմ։ Ու ինչ որ մի ժամանակ նաև Սիրիան Եգիպտոսի կազմում էր։ Այսինքն եթե կարող էր առաջինը Եգիպտոսը դրան գնար, այն էլ ինչից հետո գնար։ 6-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ Իսրայելը հաղթեց, Եգիպտոսը վերահսկողությունը կորցրեց Սինայի թերակղզու վրա, անցավ վերահսկողությունը Իսրայելին։ Իսկ Սիրիայից էլ վերցրեց
Գոլանի բարձունքները։ Այս պարագայում, երբ որ արդեն գնացին խաղաղության համաձայնագրի, Եգիպտոսի Սինայի թերակղզու վրա սիրահոժար Եգիպտոսը Իսրայելը հրաժարվեց Սինայի թերակղզու վրա վերահսկողությունից եւ որը վերադարձավ Եգիպտոս։ Այսինքն այս պարագայում իսկ ինչու պետքա Եգիպտոսը գնա խաղաղության, իսկ Սիրիան չգնա։ Այսինքն պատճառը որն է, որ Սիրիային մերժ է, բայց սա ուրիշ խնդիր է առաջանում։ Սիրիան, որը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ, Ամերիկային ասում է, բա որ դու նախաձեռնություն էիր հանդես բերել մի քանի արաբական երկրների հետ։ Էն էլ դա ասում է կոնգրեսմենը, որը գտնվում էր Սիրիայում, նրա հետ խոսելուց է դա ասում։ Բա որ դու այդքան չարչարվում ես, մի երկիրը ես եմ, արա, չես կարող ասել դու Իսրայելի հետ կռվել ես, ով չի կռվե որ։ Ինչի Եգիպտոսը չէր կռվե։ 73 թվականի Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ Եգիպտոսը եւ Սիրիան միասին հարձակվեցին Իսրայելի վրա եւ Ամերիկայի աջակցությամբ կարողացան այդ պատերազմը այսպես ասած ոչ ոքի որոշեցին, արդյունքում տուժածներ իհարկե եղան բան, բայց տարածքային խնդիր դրանից չառաջացավ։ Ի վերջո հասկացավ Եգիպտոսը, որ իր գործընկերը ավելի լավ է լինի Ամերիկան, որովհետև խորհրդային միությունից ինքը ոչինչ էլ չհասկացավ։ Գամալ Աբդել Նասերը այդքան աջակցում էր նրան խորհրդային միությունը, բայց 6-օրյա պատերազմում իրանք ջախջախիչ պարտություն կրեցին նաև խորհրդային միության զենքով, խորհրդային միության տեսուչներով ու հրահանգիչներով, չկարողացան ոչինչ անել։ Հետո կամաց թեքվեցին դեպի այն կողմ։ Հենրի Քիսինջերը շատ մեծ ազդեցություն ունեցավ այդ բաքոքային դիվանագիտության Իսրայելից Եգիպտոս, արդյունքում ինչի եմ ասում, բայց տեղ ինչ է առաջանում, փաստի առաջ է կանգնացնում Ամերիկային, եթե ուզում ես Իսրայելի հետ հարաբերությունը լավացնել, ես պատրաստ եմ, եթե ես պատրաստ եմ, գործընկեր ենք, բարեկամ ենք, Իսրայելը հրաժարվեց Սինայի թերակղզուց հօգուտ խաղաղության, սա մեկ, Իսրայելը հրաժարվեց վերահսկողությունից սեկտոր Գազայի վրա, երբ որ Պաղեստինի հետ կնքեց պայմանագիր, այդ ընթացքում նաև ճանաչեց Պաղեստինի ինքնավարությունը։ Այսինքն այդ ժամանակ ասեց, դե որտենց է սիրահոժար հանձնում եմ։ Նույնիսկ եթե այսօր Աշ-Շարան չի պնդում, որ Իսրայելը զոր կհանի Գոլանի բարձունքներից, դա ակնհայտորեն արդեն հասկացվում է, բայց եթե խաղաղությունը քեզ համար այնքան կարևոր է, որ Սինայի թերակղզու նման ստրատեգիական տարածքի վրայից հրաժարվեցիր, հետ քաշվեցիր հօգուտ խաղաղության, որ խաղաղությունը այնքան կարևոր էր, որ Պաղեստինի հետ կնքած փաստաթղթի Օսլոյի համաձայնագրի մասին է խոսքը 93 թվականի 1900 Եթե դա այդքան համաձայն էր, բա ինչի՞ չես հիմա համաձայն։ Իսկ հիմա ինչ է առաջանում մեզ համար։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները դրանից առիթն օգտագործում է, ասում է, հա լավ է, նշանակում է ինքը Իսրայելի շահերը պետք է ոտնահարի ինչ որտեղ, չնայած այս ընթացքում տեսնում ենք, որ Թուրքիայի հետ կապված ինքը Իսրայելի շահերը չի պաշտպանում, բայց նորից դերակատարությունը մեծացնելու է Թուրքիան։ Իսկ Թուրքիան դերակատարությունը Սիրիայում որ մեծացրեց Ամերիկայի հետ պայմանավորված, այդ դեպքում մտածում ենք, իսկ մեր ուղղությամբ, մեր կողմերում, մեր տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացման հետ կապված մենք ինչ խնդիր կարող ենք ունենալ։ Առավել ևս, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ մենք որևէ պայմանավորվածություն չունենք։ Դրա համար սա ուզում եմ ասեմ նրա համար, որ սրան մենք պետք է շատ ուշադիր հետևենք, որտեղ Իսրայելը չի համաձայնվելու Գոլանի բարձունքներից դուրս գա, որը 67 թվականից իր վերահսկողության տակ է, հիմա էլ ավելի առաջ եկավ, երբ որ Ասադին գցեցին։ Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում, բայց եթե Սիրիան համաձայնվեց Իսրայելի հետ պայմանագիր ստորագրել եւ հերթական արաբական երկիրը եղավ, այն դեպքում, երբ որ պատերազմողներից մեկը եղավ, Ամերիկան ո՞նց է նրան մերժելու, կամ ո՞նց է ասելու, ես քեզ չեմ հավատում։ Այս պարագայում, եթե ժեստ արես Թուրքիային, Թուրքիայի դերակատարությունը մի քայլ էլ ավելանում, որտեղ Թուրքիան փաստորեն ստացվում է Ամերիկայի միջոցով Տրամպի փառասիրությունը սիրաշահելու հետ կապված, որ դե տես դու կարողանում ես Իսրայելի հետ բանակցելով հարցերը լուծես, Իսրայելը, որը շահագրգռված է արաբական երկրները իր անկախությունը ճանաչեն,
Իսրայելը հիմա շահագրգռված չի, որ Սիրիայի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, որի գինը ալի Գոլանի բարձունքները հանձնելը։ Այնպես որ դա շատ հետաքրքիր զարգացումներ է ալնելու, ես կուզենամ, որ մենք պարբերաբար, եթե ցանկացած սա բացի ակնարկը, եթե մի քիչ գործնական քայլեր լինի, մենք սա պիտի ուսումնասիրենք, որովհետև դեռ լուրջ դերակատարություն է ունենալու Թուրքիան, եւ մեկ էլ Իսրայելի հետ կապված, եթե Ամերիկան պարտադրի ինչ-որ զիջումներ, այդ որ Իսրայելին է ինքը հետո պարտադրելու, ասի դե դու Իրանին խփի, ես քեզ տերեմ։ Այսինքն հիմա այստեղ Թուրքիա, Իսրայել այս խաղերի մեջ Իսրայելին նեղացնելու պարագայում խնդիր է ունենալու Միացյալ Նահանգները, բայց եւ միևնույն ժամանակ Սինայի Գոլանի բարձունքները հանձնելու գնով Իսրայելը չի համաձայնվելու այդ խաղաղության։ Այսինքն դեռ ստեղ կրքեր բորբոքվելու են, մենք էլ ուշադրությամբ կհետևենք, այս կոնկրետ մի հատ զարգացում ունի, այդ մասին կխոսենք։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հակամ Ֆիդանը հայտարարել է. Գազայում խաղաղության հաստատումը միջազգային հանրության գերակա խնդիրն է։ Իսրայելը պետք է խաղաղության գնա, միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Գազայում համաշխարհային հանրության աչքի առաջ տեղի է ունենում մարդասիրական ողբերգություն։ Մարդասիրական օգնություն տարածաշրջանը չի մատակարարվել գրեթե 2 ամիս, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Հիմա այս դեպքում միած սրան էլ ուշադրություն դարձնենք, որ այս պարագայում հիմա Թուրքիան նորից դեմ է տալիս Ամերիկայի դաշնակից, սերտ դաշնակից Իսրայելին ամենավերջի մեղադրանքներով։ Եվ այս պարագայում Ամերիկան պետք է որոշի հիմա ինչ է անում։ Գազայի հետ կապված Իսրայելը կատարում է Ամերիկայի պատվերը։ Կոնկրետ առաջի փուլի պատվերը, որոնտեղ ինքը ցանկանում էր Համասին վերացնել, այդ լրի բոլորը հասկացան, ինքնապաշտպանության իրավունք ունես։ Երկրորդ փուլը այնպես անենք, որ դատարկենք, դա արդեն Ամերիկայի պատվերն է։ Թուրքիան դեմ է դուրս գալի Ամերիկայի պատվերին։ Այն դեպքում, երբ որ Սիրիային էլ բզում է, դե Սիրիան իր ենթակայության տակ է։ Ասում է Ամերիկային Տրամփին փաստի առաջ կանգնացրու, ասա Աբրահամի համաձայնագրի նախաձեռնող, չես ուզում մի հատ էլ մենք քո հետ պայմանագիր կնքենք, դու էլ գլուխդ գովես։ Եվ այս պարագայում այ հիմա այս պատահական չէ, որ դա իր հետևից կարդացի, որ դուք տեսնեք, որ ինչ այնուամենայնիվ Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, առավելագույնը պոկել Միացյալ Նահանգներից, հատկապես այս անկայուն վիճակում։ Մի բան ուղղակի այսօր տեսա, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ, հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է Արցախյան շարժմանը, պատերազմներին, դրանց հետևանքներին, հաղթանակներ հողի վրա եւ դիվանագիտական հաջողություններ, այնուհետեւ պարտություն։ Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաեւ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես Քիվեստի փաստաթղթի եւ Մադրիդյան սկզբունքների մասին։ Հատվածներ հանդիպումից կհրապարակվեն վաղը։ Սենց սիրուն մի հատ սենց ճոխ նախընտրական հանդիպում է կազմակերպել Ռոբերտ Քոչարյանը եւ նորից մարդկանց պատմի, թե ինչ հաջող բանակցություններ ա ունեցել, Քիվեստի հետ կապված ինքը իր վերջի ասուլիսում լրիվ իրան խայտարակարեց, իմաստ չունի դրա մասին շատ հանգամանորեն անդրադառնամ, որ մենք առաջարկություն էինք անում, որ Ադրբեջանը չհամաձայնվի, հետո ժամանակ ցկենք, այդ ինչի էր ցկում, եթե Ադրբեջանը պարտված կողմ էր։ Այդ ինչ փոխանակման մասին էր խոսք գնում, Արցախը փոխանակել Մեղրի հետ եւ այլ եւ այլ։ Դրա մասին շատ ենք խոսել, բայց հետո երբ որ ինքը տեսավ, որ որևէ արդարացում ուտե չկա եւ Հայաստանի համար որևէ օգտակար բան, դե ասում էր հոյ փաստաթուղթ ինչ, սեղանին ինչ առաջարկություն ասեք դրվել է, հո դա չի նշանակում պարտադիր ընդունել ենք կամ դա չի ստորագրվել, չէ, ինչի մասին է խոսքը։ Է շատ բան կարա դրվի, քննարկենք, բանակցենք, արդյունք չլինի։ Հա դա ասում ես, բայց Մադրիդը հո ստորագրված է։ Այդ դրա համար խոսենք Մադրիդի մասին, ասենց հաջող ձևով, որ ներկայացնում եք 2007 թվականի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթուղթը։ Ինչ էր Մադրիդյան փաստաթուղթը։ Երկու մասի վրա անդրադառնա, իհարկե ես ամեն անգամ ստիպված եմ մնում ցան անդրադառնալ, որովհետև եթե ինչ որ մի ժամանակ չենք անդրադառնում, մեկ էլ տեսնում ես, մնում են մի հատ sense գեղեցիկ ձևով դնում են մի հատ խոսում են իրանց մտքի փայլատակումները, թե ինչ կարևոր բանակցություններ են վարել։ Ստիպված եմ նորից անդրադառնալ այդ թեմային։ Իսկ ինչ էր ի վերջո Մադրիդը։ Մադրիդի հետ կապված երկու հարցի վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ, չնայած պարբերաբար դրա մասին խոսում եմ, որ հանկարծ որևէ մեկը չփորձի դա այլ ձևով մեկնաբանել, որտեղ ես խոսում եմ կոնկրետ փաստերով, փաստաթուղթը կարելի է բացել ու կարդալ։ Առաջինը, երբ որ խոսք էր գնում
որ հանրակրվե նորից համաձայն են հանրակրվել չէ պլեբիսցիտ մի քիչ տարբերությունը նա է որ պարտադիր կատարման չի հանրակրվեն պլեբիսցիտը ուղղակի ոնց որ խորհրդատվական հնարավորություն է տալիս բայց լավ դա չի էական համարենք հանրակրվե հանրակրվեը արվում որպեսզի որոշվի Արցախի կարգավիճակը բայց այդտեղ երկու հարց կար այդտեղ մեկը որ եթե հանրակրվեն համարում ենք որ Ադրբեջանը չի ճանաչել եւ միջազգային հանրությունը չի ճանաչել Արցախում անցկացված հանրակրվեն 1991 թվականի դեկտեմբերի 10-ի եւ պետք է նոր հանրակրվե անել որովհետեւ որպեսի Ադրբեջանի հանրությունն էլ մասնակցի բա Ռոբերտ Քոչարյան երբ որ ստեղ ելույթ էր ունենում գլուխդ էլ գովում որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագրի հեղինակը դու ես այսինքն դու ես ասել որ հռչակում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այսինքն որը չի եղել Ադրբեջանի կազմում խորհրդային միության օրենք դուրս են եկել բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում մտնում էր Լղիմ Գումարած Շահումյան Գումարած Գետաշեն այսինքն դա լրիվ այլ միավորում էր դա լղիմը չէր հայտարարված հանրապետություն կամ անկախ նոր միավորում էր ստեղծված դնենք մի կողմ որքանով էր օրինական որ խորհրդային միության օրենքներով հոց բնակեցված ասենք նաև ոչ ինքնավար մարզը միացնել եւ այլ դնենք մի կողմ փաստա որ դու ես եղել դրա հեղինակը որ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հանրակրվեն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ոչ թե Լղիմի համար դեկտեմբերի 10-ին եւ 92 թվականի հունվարի 6-ին արդեն հռչակվել է Լեռնային Ղարաբաղի պետական անկախությունը հիմք ընդունելով հանրակրվեն բա որ գնում ես Մադրիդում ենթադրենք ասում են Ադրբեջանը հանրակրվեին չի մասնակցել բերեք նորը անենք որ մասնակցի բա ինչու չես պնդում որ թող մասնակցի բայց մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմով որը որ հռչակվել է եթե դուք չեք ընդունում հանրակրվեի արդյունքը բերեք հանրակրվե անենք բայց ճանաչենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եթե նույնիսկ ասենք որ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյան Գետաշենի վրա մենք վերահսկողություն չունենք եւ ոչինչ ադրբեջանցի է ապրում մեկը 50%-ից ավել չեն բնակչությունը որ մենք անհանգստանայինք թող այդ տարածքի հետ կապված էլ հանրակրվե արվեր բայց ոչ Ռոբերտ Քոչարյանը գնաց ոչ միայն հանրակրվեի արդյունքներից հրաժարվեց այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հրաժարվեց չկա տենց հանրապետություն ինքը չի ճանաչում դա այս է մեկ Եվ երկրորդ, որը շատ կարևոր է, ինչպես էր ինքը 2007 թվականի նոյեմբերի 29-ին պարտավորվում, որ հանրակրվեն, որ ասում ենք, պետք է անցնի Լղիմում եւ Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկանում ենք Լղիմի բնակչությունը եւ այն հարաբերակցությամբ, որը եղել է կոնֆլիկտից առաջ 88 թվականին։ Այդ դեպքում նորից հիշեցնեմ, ոնց կարող է պատահել Ռոբերտ Քոչարյանը 2007 թվականին հավաստիացներ, պարտավորություն ստանձներ, որ հայ բնակչությունը Արցախի չի ավելանալու։ Պայմանականորեն այսպես նայենք 40,000 ադրբեջանցի ա եղել Լղիմում, մոտ 20-21%։ Եվ հայ բնակչություն ա եղել։ Այդ հարաբերակցության դե այլ ազգերն են եղել, դրա համար 20-80 չի։ Բայց լավ հարց ա ծագում, ոնց կարող էիր դու երաշխավորել 2007 թվականին, որ Լղիմում հայ բնակչությունը չի աճի։ Այդ ոնց։ Դա նշանակում է, որ 91 թվականից դու պետք է վիզ դրածել որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չաճեր, որպեսզի 2007 թվականին այդ հարաբերակցությունը պահպանված լիներ։ Որովհետև եթե ես այդ մի օրինակ էլ բերեցի, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, եթե մենք նայենք, որ Հայաստանն էլ է պատերազմտեսել, Լղիմն էլ է պատերազմտեսել, եթե մենք մտածենք, որ Հայաստանի բնակչությունը մի քառակուսի կիլոմետրի վրա 100 մարդ է, Լղիմում 4500 քառակուսի կիլոմետր ազատագրված տարածքներ կամ անվտանգության գոտին չեմ հաշվում, պետք է ապրեր 450,000 մարդ, ապրում էր 145,000 մարդ, ինչու համար,
Բաուր են 300,000-ը, որ չտարակ լցրեցիք, որպեսզի Ադրբեջանը տեսներ, որ սա մի հատ լուրջ կառույցա զարգացող ու աճող մտքով չանցներ որևէ ոտնձգություն։ Ոչ, ամեն ինչ արեցիք, որ հայ բնակչությունը չավելանա։ Ամեն ինչ արեցիք, որ Հայաստանից ով գնա նեղացնեք, ուղարկեք, ինչ ես գտել այստեղ, վեր կացեք, գնացեք։ Սփյուռքից ոգևորված եկել Արցախի համար կռվել էին։ Ուզում էին գային ապրեն, ասին հաջողություն, գնացեք ստեղից, այս ձեր հողը չի, գնացեք ստեղից։ Ամեն ինչ արեցին, որ արցախցիներին բերեն Հայաստան, ամեն ինչ արեցին, որ նրանք գնան Ռուսաստան, որտեղ այսպես ասեմ, եթե հանկարծ Արցախում 450,000 մարդ թլեր 2007 թվականին, Ադրբեջանն էլ հասկանալով այդ փաստը, կանգներ ու ասեր, համաձայն եմ, այս շաբաթ հանրաքվե ենք անում։ Ինչ էր անելու Հայաստանը։ 40,000-ը բերում եմ Ադրբեջանից, դե ապահովեք մնացածը։ Չի կարող ձեր բնակչությունը լինի 450,000, ինչ էիք անելու, 300,000-ին դուրս էիք անելու Արցախից։ Չէ՞ որ դու պարտավորություն ես ստանձնում, որ այդ 20% հարաբերակցությունը պահպանելու ես։ Այսինքն, եթե դու 20% հարաբերակցությունը պահպանելու ես, պարտավորություն ես ստանձնում, փաստաթղթում գրածա, Ադրբեջանն էլ իմանալով, որ դու այնտեղ ունես 450,000 մարդ ապրող, ասում է դե հենց հիմա հանրաքվե ենք անում, որտեղ ժամկետների հարցը որոշված չէր։ Եթե Հայաստանը հրաժարվեր, կասեր դե դուք հրաժարվեցիք, ինձանից ինչ եք ուզում, բայց Ադրբեջանը հրաշալի գիտեր, որ Արցախի բնակչության հայ բնակչությունը չի աճել, որտեղ Քոչարյանը ստորագրել է 2007-ին, բայց իր պարտավորությունը կատարել է 91-ից լիներ Արցախում, թե լիներ Հայաստանում։ Հանեք, դրեք դեմը, հանեք, կողեք աչքը, ասեք, կարող ես բացատրել, ոնց ես դու պարտավորվել, որ Արցախի հայ բնակչությունը չի աճելու։ Դեղ էիր տալու երեխա չունենային, աքսորելու էիր, լարվածություն էիր մտցնելու հայաստանցի Ղարաբաղցի սփյուռք, այդ ամեն ինչ անելու էիր նրա համար, որ այդ բնակչությունը չաճի, եթե դու խոստացել էիր։ Որովհետև լղիմի ժամանակվա 88 թվականի բնակչությունը, հայ բնակչությունը չի աճել նաև 2007 թվականին։ Ինչու՞։ Նաև Սերժ Սարգսյանի ժամանակ, որ այդ նույն կետը մտցել էր Կազան։ Ուղղակի Կազանը որ չստորագրվեց, դրա համար դա չեմ ասում, համ էլ Քոչարյանի առիթով ենք հիմա խոսում։ Այսինքն նա թող բացատրի, թե այդ ինչ բանակցություն է իր վարը, որ գնացիր այդ ամբողջ տարվա այդ ամբողջ տարիների չարչարանքը, որ հիմք էիք ստեղծել, որ մենք հանրաքվեով պետություն ենք ստեղծել, առաջարկում ենք, որ ճանաչեք, գնացիր դու ինքդ հրաժարվեցիր, որ տենց պետություն չկա։ Եթե տենց պետություն կար, դու ոնց էիր հանրաքվե ուզում անես, որովհետև չէիր ընդունում։ Էն էլ հանրաքվե անես լղիմի մասով, ոչ թե այն հանրապետության, որը դու հռչակել ես, որը որ ստեղծել ես։ Այսինքն անօրինական ճանաչես այդ ամբողջ նախորդ տարածքները։ Այնպես որ լամանացած հարցերը չեմ ասում, այնպես որ եթե sense գնում են մի հատ խամ ականջ են գտնում կամ միտեղ կանչում են գնում են ելույթ են ունում ժողովուրդ ջան, այս ամեն ինչը նրա համար է, որտեղ մինչև այսօր դեռ Հայաստանում փորձում են արցախցիներին խաբել, որ ձեր հարցերը լուծելու են էլի նախկինները ձեր հարցերը լուծել են նենց, որ իրանք դառել են միլիարդատեր, դուք դառել եք անտուն։ Եթե դրանից հետո դեռ հավատում եք իրաց, դա ձեր խնդիրն է։ Այդ արդեն իշխանության արած սխալները պարբերաբար ասում ենք, բայց իշխանության արած սխալներն էլ ենք ասում, նախկիններին էլ ենք ասում։ Դուք որ պարագայում ընդունեցիք, որ նախկինները ոչ մի սխալ չեն արել, իմացեք, որ դուք աջակցություն չեք ստանալու հայաստանցուց, որովհետև չի հասկանում, կյանք են դրել, վիզ են դրել, արուն են թափել եւ այսպիսի վերաբերմունք։ Սա գալիս է նրանից, որ դեռ դուք մտածում եք, որ Քոչյանը ձեզ համար հարց էր լուծում։ Հարց էր լուծում 2007 թվականի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթուղթը որոնում տվեք, գտեք եւ այդ մասը կարդացեք։ Այդ երկու մասը կարդացեք, մնացածը allևս կարող եք սկի ուշադրություն չտա եւ ինքները ձեզ հարց տվեք, ոնց էր ինքը պարտավորվել ձեր փոխարեն, որ հայ բնակչությունը չի աճելու, որ դուք շատ երեխաներ չեք ունենալու ազատության օդը շնչելուց հետո ոնց էր ինքը հասել դրան, երբ որ Հայաստանի բյուջեից այնքան էլ փող էր տրվում Արցախին, որ այնտեղ այնքան չինովնիկ կար տոկոսային հարաբերությամբ, երևի 2-ից 1-ը չինովնիկ էր, որովհետև փողը ստանում էին Հայաստանից, կարող է Հայաստանում դրանք չգիտեին, թե ինչ աշխատավարձ էին ստանում։ Արցախից եկած մարդիկ կան, որոնց աշխատանք էին առաջարկել, թե զարմացել են ասել ես փողով մենք ո՞նց կաշխատենք, այդ տեղ մնացել, մենք sense փողով չենք աշխատի, մենք սրանից 3 անգամ ավել ենք ստացել, մենք գիտենք, որ դուք 3 անգամ ավել եք ստացել, բայց հենց գիտեինք հայրենիքի համար ենք արել, բայց չգիտեինք, որ դա պիտի sense արդյունք ունենանք։ Այնպես որ եթե իրանք էլի կշարունակեն, մենք էլ կշարունակենք։
Մի հարցի հետ կապված ուղղակի ուզում եմ ասեմ, այս օրերին ես քննարկում էր մտավորականներից մեկի հետ կապված, մի մասը քննադատում էր մտավորականին, մի մասը քննադատում էր լրագրողին եւ այլն։ Չեմ ուզում կոնկրետ անվան վրա սևեռվեմ, որովհետև ես սովորաբար հրապարակային ոչ մի մարդու հետ կապված անվանական չեմ քննարկում որևէ բան, ասեմ ինչու համար, որովհետև կամ ինչ որ մեկը մի կարծիք է հայտնում, ես կարծիք չեմ հայտնում իր կարծիքի մասին, ես կարծիք եմ հայտնում երևույթի մասին, այսինքն եթե նույնիսկ ինձ հարցնում են, այս ինչ հրապարակային մարդ է զբաղնացել, ինչ կարծիք եք, ասեմ տուր հարց, ես հարցին պատասխանեմ, մի ասի, սա էսպես է, ասեն նա այնպես, այո, ես կոնկրետ կարծիք հայտնում եմ կարծիքի մասին, եթե դա ասում է պաշտոնյա, եթե դա ասում է նախկին իշխանություն, որը այսօր էլ խորհրդարանում ներկայացված է որպես իշխանություն, օրենսդիր իշխանություն։ Այո, այդտեղ էլ պարտադիր ես տալիս եմ հասցեական անուն եւ պարտադիր տալիս եմ ամենավերևների անունները, որտեղ եթե Նիկոլ Փաշինյանը կանգնում է եւ ասում է, որ ամեն ինչը ժողովրդը ինձանից է պահանջում, դրա համար ես պետք է անգամ դատական համակարգի մարդկանց ես պետք է նշանակեմ, որտեղ ինձանից են պահանջում, ես գնամ ինչից խոսամ, ասեմ այս երկրում կանաչապատման գրասենյակի այս աշխատողը վատ արե, այս մեկը սենց արեն, մեկը նենց է, մարդիկ չեն ասի ընկեր, այսինքն դու չտեսար, որ Նիկոլ Փաշինյանն ասում ամեն ինչի պատասխանատու ես եմ կադրային հարցը որոշում, այդ ձևով էլ ներքև ցուցումներ եմ տալի, եթե Փաշինյանի մասին ասելիք չունես, ավելի լավ է չխոսաս, թե չէ Փաշինյանը մեղավոր չի, ինչ որ մեկն է մեղավոր, լավ եկել է ժողովուրդ ջան, դրա համար եմ ասում, եթե հասցեական խոսում ենք, այո, չենք ասում Ռոբերտ Քոչարյանը մի բան, իր թիմը եսի միշտ նա արե։ Ավելի ծիծաղելի բան չէ, էլի Սերժ Սարգսյանի մասին խոսելուց ասենք, ինչ որ մարդիկ, ինչ որտեղ Ադրբեջանի հետ գործակալ են եղել։ Այնա եթե կոնկրետ չասենք, որ դա Սերժ Սարգսյանն է եղել է Նարիմանով անունով գործակալ, իմ ասածի իմաստել որը պետք է լինի։ Դրա համար եմ ասում, հրապարակային գործիչների հետ կապված անունները չեմ տալիս, իսկ քաղաքական պատասխանատուներին, որոնց արածից կախված մեր կյանքի որակը նրանց գործունեությունից ու անգործությունից պարտադիր պետք է անվանական նշվի։ Իսկ հիմա ինչի եմ ասում, մտավորականների հետ կապված ի վերջո, որն է իմ վերաբերվում, եթե ինձ հարցնում են ինչ կարծիքի ես, հիմա այս կողմն է, ճիշտ թե այն կողմը, չեմ ուզում ասեմ այս կողմը թե այն կողմ, դրա համար չեմ էլ ուզում այսօրվա գնահատական տամ, ուզեմ ասեմ դրա հետ կապված այնպիսի գնահատական կարդամ, որը արդեն ասվել է կապ չունի, ում է վերաբերվում, սա ուղղակի իմ պատկերացումն է դրան։ Ուրեմն 5 հոկտեմբեր 2006 թվական Ժամանակ Երևան օրաթերթ երրորդ Ռայխն էր ինտելեկտուալների իշխանություն կիսագրագետ ղեկավարությամբ։ Կարճ մասեմ կարդում, ամբողջ հարցազրույցը չեմ կարդում։ Ուրեմն մտավորականներին բաժանել իշխանականի եւ ընդդիմադիրի արմատապես սխալ է։ Ուստի իշխանական մտավորական արտահայտությունն ուղղակի նոնսենս է, քանի որ իրականում մտավորականը միշտ պետք է լինի ընդդիմադիր, նույնիսկ աշխարհի ամենալավ իշխանություններին։ Եթե երկրում ամբողջ հասարակությունը կուշտ է, բայց թեկուզ մեկ սոված մարդ կա, ապա մտավորականը պետք է ահազանգի այդ մասին։ Չէ որ մեզնից մեկը, մեր նման մեկն այդ օրը սոված քնեց, եւ անգամ չգիտենք կարողացավ քնել, թե սովից քունը չտարավ։ Եթե նույնիսկ այդ մեկն էլ կուշտ լինի, ուրեմն մտավորականը պետք է մտահոգվի, թե ինչու մեր կուշտ հասարակությունը թատրոն չի գնում, առհասարակ հոգևոր կյանքով չի ապրում։ Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրի մտավորականն անգամ պետք է ընդդիմադիր լինի իր երկրի կառավարությանը, քանզի այնտեղ էլ կա մեկը, որին այդ բարեկեցությունից համեմատաբար քիչ է բաժին հասել։ Եթե երկրի կառավարությունը գործնականում իր առջև մի քանի տարվա ծրագրային խնդիրներ է դնում, այսինքն հիմնականում կիրառական, ապա մտավորականը ֆունդամենտալ խնդիրների բարձրացնողը պետք է լինի։ Ինչ քայլեր պետք է անել այսօր, որ հայը կարողանա բարեկեցիկ ու ապահով ապրել ոչ միայն այսօր, այլև վաղը, հեռավոր ապագայում։ Իսկ եթե մտավորականը կրկեսի արջի նման մի հատ շաքարի համար մի ամբողջ ներկայացում է խաղում, խոնարհվում շաքարի տիրոջ իշխանության առաջ, ապա էլ չպետք է դժգոհի, թե հասարակությունն իրեն ըստ արժանավուն չի գնահատում։ Հարգելիս, եթե դու արժանիքդ մեկ շաքար ես գնահատել, ապա մենք որքան գնահատենք։ Չէ որ երրորդ Ռայխի օրոք բարձր արտադրողական
Գազախցիկ ու կրեմատորիա նախագծողներն ու աշխատեցնողներն էին դա անում հանուն հայրենիքի և բարեխիղճ աշխատանքի համար մեդալներ ստանում, մինչդեռ ակնհայտ է, որ նրանց արածը հանցագործություն էր հայրենիքի, ժողովրդի ու մարդկության հանդեպ։ Այո ժողովուրդ ջան, սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ասում են ես գլուխս կախին գործը անում եմ, ինձ չի հետաքրքրում, ես այդ ցածրաճաշակ կռիվների մեջ չեմ մտնում, ես էդ էր մնացել, բա ուր է քո քաղաքացիական դիրքորոշումը, այս ամեն ինչը կողքդ կատարում է, այս արհավիրքը քեզ չի հետաքրքրում, մի հատ էլ դա կարդամ ու այլ ընտանեկան գնահատական տամ, դա եղել էր Քոչարյանի ժամանակ, սա էր Սերժ Սարգսյանի ժամանակ, ուղղակի մի կարճ բան կարդամ, կոչ խնդրանք մեր մտավորականությանը, սա էր 2014 թվական 17 մարտի։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, եթե ոչինչ էլ գրած չլիներ, ապա մեզանում պակաս հայտնի չէր լինի, հավանաբար կոչվելով մեծ հումանիստ կամ ամենայն հայոց պատրիոտ։ Նա իր դժգոհությունն է արտահայտել իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ ու 2 անգամ բանտում հայտնվել, ազգերի է հաշտեցրել, հիվանդներին դեղ ու դարման արել, փախստականների հարցերը լուծել, մտավորականներին իրար գլուխ հավաքել, սա ընդամենը մի փոքր մասն է նրա ակտիվ քաղաքացիական կեցվածքի դրսևորման ու մարդ կերպարի։ Ավելին չեմ էլ փորձի ասել, քանի որ ես չէ, որ Թումանյանին պետք է մեր հանրությանը ներկայացնեմ։ Ուղղակի ուզում եմ ասել, որ ոչ մի իրեն հարգող մտավորական, բարոյական իրավունք չպետք է ունենա ասելու, թե ինքը բարեխղճորեն իր գործն է անում ու իրեն չեն վերաբերվում, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ։ Ոչ մի արժեք չունի այն բարձրարժեք ստեղծագործությունը, որը պետք է հասարակության մոտ վեհ գաղափարներ սերմանի, բայց իրականում այդ գործի հեղինակը նստել է տաքուկ անկյունում և ասես չի էլ նկատում, որ երկիրը անդունդ է գլորվում, իր հետ տանելով իր ստեղծագործությունների տպավորությունների տակ դաստիարակված մեր ազգին։ Եվ այնպես չէ, որ դասական մտավորականի կերպար, որը կարող է շատերիս համար ներշնչանքի ու ընդօրինակման աղբյուր հանդիսանալ, միայն անցյալում ենք ունեցել։ Ես մեկի անունը տվեցի, դուք 100-ին մտաբերեք, իսկ իմ կարծիքով մեր ժամանակների դասական մտավորականի մարմնավորում էր երջանկահիշատակ մաեստրո Օհանդուրյանը, դուք 100-ին նշեք։ Ուստի խնդրանքս նա է, որ մեր մտավորականները երկրի այս օրասական պահին պայքարող ժողովրդի կողքին լինեն, իրենց ներկայությամբ ոգեշնչեն հատկապես երիտասարդությանը, որն այնքան շատ ունի ձեր աջակցության ու խորհուրդների կարիքը։ 88 տարեկան հասակում մաեստրո Օհանդուրյանը մահացավ, մինչև վերջի վայրկյանը քննադատում էր իշխանությանը, բայց այդ իշխանությունը չէր մտածում, չէ որ Օհանդուրյանը քննադատում է, որովհետև պաշտոն էր ուզում կամ ուզում էր պատգամավոր դառնալ 88 տարեկան հասակում, հաստատ չէր գտնվի տենց մարդ, բայց այդ իշխանությունը, որին քննադատում էր, այդ մարդը մահացավ, Սերժ Սարգսյանը այնքան փոքր մարդ էր մեծաթոռին նստած, որ չգնաց նրա թաղմանը, ոնց թե դու ինձ քննադատես, ես քո թաղմանը գամ մասնակցեմ, այս սա է վերաբերմունքը եղել։ Ես ուզում եմ, որ երբ որ որևէ մեկը ասում է բարեխղճորեն կարող եմ իմ գործը անել, ժողովուրդ, ես ձեզ բացատրեցի, այդ բարեխղճորեն արածը արժեք չունի, եթե դու անում ես մի բան, բայց կողքդ տեսնում ես ինչա կատարում։ Ցանկացածը կարող է արդարացնել, բարեխղճորեն մի գրասենյակում նստենք, սուսուփուս, որովհետև աշխատելու եւ աշխատավարձի ու պարգևավճարի գինը լռությունն է, որտեղ իրավունք չունես բարձրաձայնես, թե աշխատանքային կարգով անես։ Ցանկացած մարդ կարող է ասի, ես բարեխղճորեն գնում եմ իմ գործն եմ անում, իսկ հասարակության մոտ քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը ումից պահանջենք ժողովուրդ ջան, եթե ոչ մտավորականից։ Սա կոնկրետ անձի չի վերաբերվում, սա ուղղակի իմ դիրքորոշումն ասի այդ բազմաթիվ հարցերին, որ ասում են, չես ուզում ասելիքդ ասես, չեմ ուզում այսօրվանով ասեմ, բայց այն ինչ որ ասել եմ այն ժամանակ պատրաստ եմ ստորագրել այսօր դրա տակ, որովհետև այս բառերը չեն հնացել։ Շնորհակալություն, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։